90 թվականին ճիշտ ասած ամիսը չեմ հիշում, դերևս Հայաստանը անցումային շրջանում էր, Արցախյան ազատագրական պայքարն ամենակրիտիկական պահերում էր գտնվում, երբ որ այնտեղ մարդիկ որսորդական զենքով կամ ինքնաշեն ինչ-որ զենքերով էին պայքարում, այդ ժամանակ շատ համարձակ հայորդիներ, շատ նվիրյալներ, իրենք ոչ միայն կռվելով էին զբաղված էին նաև զենք ներկրելով։ Այդ ժամանակ այսօրվա Թալինի համայնքապետի հայրը, ում իդեպ գյուղացիները թուրք Էդո են կոչել եւ թուրք անունը տվել են հենց այդ ժամանակ նրա գործողությունների արդյունքում, լինում է տարածքի գայի պետ կամ գայիշնիկ, հիմա լավ չեմ հիշում։ Սոս անունով ազատամարտիկը, որը Արարատյան դաշտից էր ծնունդով գիշեր-ցերեկ իրական նվիրյալի պես Արցախում կռիվ էր տալիս, կարողանում է Ջավախից զենքեր հայտարարել եւ իր սեփական Ժիգուլիով սահմանը անցնելով առանց որևէ խնդրի, առանց որևէ բարդության այդ մեքենայով ինքը կարողանում է զենքը մտցնել Հայաստան։ Այն ժամանակվա ներքին գործերի նախարարը, եթե էլի հիշողությունս չի դավաճանում, Գալստյան Լյովան էր կամ Ղազարյան Կարլոսը, հիմա չեմ կարող ասել, երկուսից մեկն էին։ Հրաման են տալիս բոլոր ոստիկաններին, գայիշնիկներին, որ ամեն կերպ այդ մեքենան կանգնեցրեք եւ այդ զենք արգրավեք։ Աշոցքում իրեն տարածքի մի պետը շատ լավ ընդունում, շատ լավ ճանապարհում է։ Գյումրիում ինքը առանց որևէ խնդիր ունենալու, առանց որևէ դժվարությունների կարողանում է նույնիսկ պատիվ տալով հայ այսպես իրան ճանապարհ են տնում։ Մարալիգում հայտնի գայիշնիկ, գայի պետ Միշան, ում նույնպես շատ լավ հիշում եմ, որևէ կերպ այդ մարդուն չի անդրադառնում, նույնիսկ հագադարձում է ներքին գործերի նախարարին, ասելով դե այդ մարդը հայրենիքի համար է զենք բերել, ես այդ մարդուն ոնց կանգնեցնեմ։ Այս Սապիան Էդոն կամ թուրք Էդոն, ինչպես գյուղացիք են ասում, դուրս է գալիս մայրուղի, կանգնում է Թալինի այդ ճանապարհին աշնակ տանող այդ հատվածի վրա եւ սպասում է այդ մեքենային։ Մեքենան երբ մոտենում է, ինքը կանգնեցնում է, նենգաբար ժպիտով հարցնում է, թե ինչ է ստանում։ Այս մարդու վստահությունն է կարողանում այսպես վստահությունը չհարաշահելով հասնում է նրան, խնդրում է, որ մեքենայի բեռնախցիկը բացի, որովհետև իրեն հետաքրքիր է թե ինչ զենք է տանում, որովհետև սոսը ինքը չէր խապել, ինքը հստակ ասել էր, որ Արցախի համար զենք եմ տանում։ Բեռնախցիկը բացելու ժամանակ թիկունքից դավադրաբար սպանում է։ Կրակում է ազատամարտիկի վրա, որը Արցախ զենք պետք է հասցներ, որը հայ ժողովրդին փրկվելու համար այնտեղ մեր ազատամարտիկներին կռվելու համար զենք էր հասցնում։ Դրանից հետո շատ մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանում։ Շատերը հիմա այդ ավելի ավագ սերունդի ներկայացուցիչները կհիշեն այդ դեպքերը։ Շատ մեծ աղմուկ բարձրացավ։ Սոսի հարազատները նույնիսկ կամազներով զինված հարձակվեցին Աշնակ գյուղի վրա, որպեսզի ընտանիքին մեծից փոքր կտրեն։ Ու այդտեղ աշնակցի հեղինակավոր տղեկ են ժամանակվա ազատամարտի մեջ եղած տղեկ իրենք են առաջ գնում եւ իրենք են խնդրում կանգնել։ Ասում են գյուղի մտեք, գյուղում այրուն մի թափեք, մենք ինքներս շամպես կսատկացնենք իրեն։ Այստեղ գալիս է փոքր եղբայրը, Մուգուչը, կամ այսօրվա Տավրոսի հորողբերը, ով այնտեղ բոլորի ներկայությամբ երթվում է, որ ինքն է սպանելու։ Ասում է ես եմ իմ աղբորը զարնելու։ Ինքը դավաճան է, ես եմ իրեն զարնելու։ Ու այդպես մի կերպ գյուղում արյունահեղությունը կայացնում են։ Ու դրա համար ինքը պատասխանատվություն չի կրել։ Ամիսներ հետո արդեն նույն վերանշված Մուգուչը ինչ-որ կերպ պայմանավորվում է սպարապետի հետ եւ սպարապետը այդ հարցը փակել է տալիս, որովհետեւ նրան չսպանեն։